Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունը մեկնարկելու է ապրիլի վերջերին եւ թիմ Նավակ մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում, որն ունի բասկետբոլի միաչափերին համապատասխան մարզադահլիճ։ Անցած առաջնությունում գյումրեցի մարզուհիները դարձան արծաթե մրցանակակիրներ։ Ու թեև Գագիկ Վարդանյանը հավաստիացնում էր, որ իրենք իզորու են պայքարելու ոսկե մեդալների համար, ինչ որ բան խանգարեց մեր թիմին։ Ու թեև այս անգամ էլ աղջիկները պատրաստ են պայքար մղելու չեմպիոնական տիտղոսի համար, շատ ավելի բարդ է լինելու։ Թիմի ավագ մարզիչը հիմնականում կանոնակարգում է սերնդափոխության գործընթացը, թեև լավ է հասկանում, որ առանց փորձառու բասկետբոլիստուհիների դժվար է լինելու Գյումրի թիմի համար։ Վետերաններից էլի ընդգրկենք մեր երիտասարդական թիմերը, քանի որ տարիներ բաց թողած, բայց մարդիկ խաղացող սպորտի վարպետ պետք է ընդգրկենք մեր հավաքականը, որ այս տարի կարողանանք երկու փնջից հետո մասնակցենք մեկնումներով եւ հանրապետությունում կարողանանք գրավենք առաջին տեղը։ Աղջիկները նոր են սկսել, պարապմունքները ճիշտ է եղանակների սրտության պայմաններով, հիվանդության պատճառներով բացականներ կան։ Վաղուց արդեն պատմություն է դարձել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կանանց թիմի չեմպիոնական երկամյակը։ Ճիշտ է, հիմա էլ Գյումրի թիմում կան այդ հաղթական թիմի մի քանի բասկետբոլիստուհիներ, որոնք այդ տարիներին ճաշակել են հաղթանակի բերկրանքը։ Սակայն ներկա պահին կարևորը խաղային փոխկապակցվածությունն է։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե մեր փորձառու մարզուհիներից ով ժամանակ կունենա նորից մի ամբողջ մրցաշրջանում պաշտպանելու հարազատ քաղաքի պատիվը։ Այդպիսի նվիրված մարզուհի է Մարի Գալստյանը։ Իհարկե մենք հիմա շատ քրտնաջան պարապում ենք, պատրաստվում ենք մրցաշրջանի, որը նոր է սկսվելու ապրիլի 26-ից 30 Երևանում։ Շատ պայքար ուժեղ է լինելու եւ մենք պայքարելու ենք անպայման առաջ տեղ նվաճելու համար։ Անցած տարի մենք գրավեցինք երկրորդ տեղը, նվաճեցինք արծաթե մեդալ, որը շատ քիչ էր մեզ համար։ Այս տարի անպայման մենք պայքարելու ենք, պայքարը շատ թեժ է լինելու, մոտավորապես 7-ից 8 թիմ է լինելու։ Մենք անպայման մեր չեմպիոնի կոչումը 4 տարի առաջվա, որ ինստիտուտի թիմով նվաճեցինք, անպայման վերադարձնելու ենք այս տարի։ Այնպես որ սպասեք մեզ ոսկե մեդալով վերադառնալու։ Անցած տարի մենք խոսել ենք մի շարք խոստումնալից բասկետբոլիստուհիների մասին։ Նրանք են Դիանա եւ Նելի Սարգսյանները, Ռուզաննա Պապիկյանը, Զաբել Շատանյանը, Գոհար Ադամյանը, Լարիսա Գրիգորյանը։ Հետո խոսեցինք փորձառուների մասին, նշելով, որ թիմին շատ են պետք Վարդուհի Մկրտչյանը, Մարիամ Պողոսյանը, Հերմինե Հակոբյանը, Լիլիթ Միլիտոսյանը եւ անվիճելի առաջատար Մարգարիտ Վարոսյանը։ Թե վերոհիշյալ բասկետբոլիստուհիներից ով կխաղա առաջիկա պաշտոնական մրցաշրջանում, ցույց կտա մեկ ամսյա նախապատրաստական փուլը։ Ցավոք, կանանց բասկետբոլը միշտ էլ անկանխատեսելի է։ Եվ այսպես գյումրեցի բասկետբոլիստուհիները պայքարեն Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Իսկ մենք երկրպագուները սպասում ենք նրանց մեծ հաղթանակներին։ Սամվել Աղանյան, Լևոն Խաչատրյան, Ազդարաշ։